Իրանը նոր գերագույն առաջնորդ ունի Մոջթաբա Խամենեին, Իսրայելը ամերիկյան հարվածներից զոհված Ալի Խամենեիի որդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին, պատրաստակամություն հայտնելով կատարել նրա բոլոր հրահանգները։ Աբբաս Արաղչին էլ իրանցի դիվանագետների անունից հավատարմության երդում է տվել Մոջթաբա Խամենեիին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, Իրանը պետք է ընդունելի ղեկավար ունենա, որը լավ կվերաբերվի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Դոնալդ Թրամփը պնդել էր, ինքը եւս պետք է մասնակցի նոր հոգեվոր առաջնորդի ընտրությանը։ Նա հավելել էր, որ Խամենեիի որդին հարմար եւ լուրջ թեկնածու չէ։ Ամերիկյան կողմը նախազգուշացնում է, որ ցանկացած անընդունելի առաջնորդ թիրախ կդառնա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Իսրայելի վարչապետն էլ կրկին հեղափոխության կոչով դիմել է Իրանի ժողովրդին։ Իսրայելը ձգտում է ազատագրել Իրանը բռնապետության լծից։ Իրանցի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ վերջ դնի իշխող ռեժիմին։ Ես հավատում եմ, որ եթե դուք ոտքի կանգնեք հիմա, կմոտենա օրը, երբ Իսրայելը եւ Իրանը կրկին կդառնան քաջարի ընկերներ։ Նեթանյահուն նաև նախազգուշացրել է, որ Իրանի համար անակնկալներ ունեն։ Մինչ այդ ռազմական գործողությունները շարունակվում են, Իսրայելը հարվածել է Իրանի նավթային ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով բնապահպանական լուրջ խնդիրների վտանգ է առաջացել։ Թեհրանում եւ այլ վայրերում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Լուրեր են շրջանառվում, որ մայրաքաղաքի Մեհրաբադ օդանավակայանին հարվածների հետևանքով տասնյակից ավելի ինքնաթիռ է խոցվել։ Լրջորեն վնասվել է Սպահանի միջուկային օբյեկտը, ըստ իրանական կողմի պատերազմի մեկնարկից ի վեր հանրապետությունում զոհվել է 1200-ից ավելի խաղաղ բնակիչ, ավելի քան 10,000 մարդ վիրավորվել է։ Զլմների տվյալով Իրանն էլ հարվածել է Թել Ավիվին, Հայֆայի նավթավերամշակման գործարանին, կան ավերածություններ։ Կրկին թիրախում են հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Իրաքը, Քուվեյթը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարվածներ են հասցվել այդ թվում քաղաքացիական օբյեկտների։ Բահրեյնում նավթային բազա է խոցվել, նաև տեղեկություններ կան երկրում 30-ից ավելի տուժածի մասին։ Սաուդյան Արաբիայում էլ էներգետիկ ենթակառուցվածքներ եւ բնակելի կառույցներ են վնասվել, կա 2 զոհ եւ 10-ից ավելի վիրավոր։ Էրրիադը նախազգուշացրել է, եթե իրանական հարվածները շարունակվեն, հայելային պատասխանը չի ուշանա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն էլ տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիային իրանական հարվածների հետևանքով ամերիկացի եւս 1 զինվորական է զոհվել։ Այսպիսով ԱՄՆ զինված ուժերի շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ ծոցի երկրները կարող են դիվանագիտական եւ ռազմական քայլեր ձեռնարկել Իրանի հարվածներին ի պատասխան։ Այլ մանրամասներ Մայք Ուոլցը չի ներկայացրել։ Այս ֆոնին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիպրոսի հյուսիսում 6 F-16 կործանիչ եւ հոբ համակարգեր են տեղակայել։ Ռազմական գործողություններ են նաեւ Լիբանանում։ Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի կենտրոնում հյուրանոց է վնասվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Human Rights Watch-ը հայտնել է, որ Իսրայելը սպիտակ ֆոսֆորով հրետանային ռազմամթերք է կիրառել Լիբանանի հարավում բնակելի տարածքների դեմ։ Իրավապաշտպան կազմակերպությունն անօրինական եւ մտահոգիչ է որակել այդ քայլը։ Դոնալդ Թրամփն իր հերթին տեղեկացրել է, որ ոչնչացրել են Իրանի ռազմական ավիացիան եւ 44 նավ։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռազմական գործողություններից հետո Իսլամական Հանրապետության քարտեզը կարող է փոխվել։ Պատերազմը դադարեցնելու որոշումը կկայացնենք հաշվի առնելով Իսրայելի դիրքորոշումը։ Եթե ես եւ Նեթանյահուն չմիջամտեինք, Իրանը կոչնչացներ Իսրայելը եւ դրա շուրջ ամեն ինչ։ Երբ Միացյալ Նահանգները դադարեցնի հարվածները, Իսրայելը կարիք չի ունենա շարունակելու ռազմական գործողությունները։ Իսկ հիմա դեռ կանգ չենք առնում, համոզված եմ, ներկա զարգացումները որոշ ժամանակ կշարունակվեն։ Սպիտակ տնից հայտարարել են, որ Թրամփը դեռ չի բացառում Իրանում ցամաքային գործողության հավանականությունը, սակայն այս պահին Վաշինգտոնը նման մտադրություն չունի, թեև ապագայում հնարավոր է անհրաժեշտ լինի ամերիկացի զինվորականներ ուղարկել հարստացված ուրանի պաշարները վնասազերծելու համար։ Վաշինգտոնից նաև հավատացնում են, որ չեն ցանկանում հակամարտությանը ներգրավել քրդական ուժերի, խուսափելու հավելյալ սրացումից։ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ անդրադարձել է Թեհրանից հնչող հայտարարություններին, որ Ռուսաստանն աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Ուիտկոֆի խոսքով ինքը դիմել է Մոսկվային եւ ասել, որ դադարեցնեն հետախուզական տվյալների տրամադրումը։ Ամերիկյան կողմը նաեւ չի շտապում վերսկսել բանակցությունները, նույն տրամադրվածությունն ունեն Թեհրանում։ Իրանը չի կարծում, որ եկել է ռազմական գործողությունների դադարեցման պայմանները քննարկելու ժամանակը։ Մենք դեռ չենք հասել այդ կետին։ Պահպանվում է Նախիջևանին մարտի 5-ի հարվածների պատճառով Բաքու-Թեհրան լարվածությունը։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ Իրանը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ, խոստացել հետաքննություն անցկացնել։ Զուգահեռ Իրանի զինված ուժերը պահանջում է Բաքվից Ադրբեջանից հեռացնել իսրայելցի զինվորականներին, խուսափելու էսկալացիայից։ Մենք որևէ խնդիր չունենք Ադրբեջանի հետ, բայց եթե Իրանի դեմ դավադրություն բացահայտվի կամ եթե այնտեղից ինչ-որ բան թռչի Իրան, մենք միջոցներ կձեռնարկենք։ Միացյալ Նահանգները դատապարտել է Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածը տեղի ունեցածի համար մեղադրելով Իրանին։
Դա Ադրբեջանի ինքնիշխանության կոպիտ խախտում է եւ էսկալացիայի սրում։ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Ադրբեջանին։ Տարածաշրջանում մեր գործընկերների տարածքների վրա հարձակումները անընդունելի են։ ԱՄՆ վճռականորեն կաջակցի իր գործընկերներին։ Նախիջևանի օդանավակայանը, ինչպես նաև օրեր առաջ Թուրքիայի տարածքի թիրախավորումը դատապարտել է թուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհուրդը։ Դիվանագետները կոչ են արել լուծել առկա խնդիրները քաղաքական միջոցներով։ Նախիջևանի շուրջ զարգացումները հեռախոսազրույցում քննարկել են Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Բաքվին Նախիջևանում իրավիճակի կապակցությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում կայունության ամրապնդման, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի եւ Ադրբեջան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Մակրոնը զրուցել է նաև Իրանի նախագահի հետ, ընդգծել տարածաշրջանի երկրներին հարվածները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Չնայած լարվածությանը, Ադրբեջանը վերականգնել է Նախիջևանի միջադեպից հետո Իրանի հետ սահմանին դադարեցված բեռնափոխադրումները։ Մարտի 9-ի առավոտից վերսկսվել են բեռնատար տրանսպորտի մուտքն ու ելքը, ներառյալ երկկողմ եւ տարանցիկ փոխադրումները։ Դիանա Գասպարյան, լուրեր։